պետությունը եւ իշխանությունը պիտի պաշտպանված լինեն բոլոր տեսակի պոռոտախոսներից, շպիոններից, օտարերկրյա գողապետականներից, մաֆիաներից դա հասկանալի բան է։ Այնպես որ դա իրենց պիտի հաշիվ տան մի հարցի մեջ, որևէ երկիր կհանդուրժի իրենց սիրելի Կրեմլյան իշխանությունը, Մարիա Զախարովան, այսպիսի զազրախոսություն Կիրիլի պարագայով կհանդուրժի, թե չէ, թե վաղուց մեքենայի տակ ընկել կորել էին, պարզե կորել էին, հիմա ըստ էության վերադառնանք, որովհետև իրենց հարցերին չեն պատասխանում, իրենց ինչ մեղադրանք է ներկայացնում, բարձվում է, որ ճիշտ է սխալ է դնում են կողքի, որտեղ այդպես է, ուրեմն այդ կուսակրոնությունը պարտադիր է, չէ, ըստ կարգի պարտադիր է, հիմա ճիշտ ու սխալը դնում ենք կողքի, իրենք սրա մասին չեն խոսում, որ աղանները Հայաստանում մի տարի չի, մի անգամ չեն խոսում, վխտում են հակաքրիստոնյա, չեկիստներն ու ուրեմն իշկան աթեիստ եւ այլասերվածներ կա դարել են Էջմիածնի պաշտպաններ դեմքով տեսնում ենք, ով է տեսել KGB-ի շեֆը նախկին, դե հիմա նախկիններ են բոլոր այնտեղ, կանգնում եկեղեցի է պաշտպանում, որոնք իրենք քանդել են եւ այսպես կարելի է շարունակել, ուրեմն, բայց ես այստեղ էլ մտավախություն չունեմ, սա ձայն բարբարո հանապատի, իրենք լավ են հասկանում, վերջի ճիճն է, որտեղ ըստ էության Եկեղեցին բարոյական ուժ է, չէ, եկեղեցին առաջին հերթին հավատի ուժ է, օրենքով չի, ես հավատամ, թե չէ, ես կարող եմ լռել կամ չլռել, բայց հավատի հարցը ուրիշ է, այդ իմաստով իշխանափոխություն եկեղեցում եղել վերջացել է, եւ դրա ապացույցը, երբ որ Գարեգին ուրեմն ուզուրպատորը վերադառնում էր Մարսելյան ուղևորությունից այն քանակություններ եւ այն լրատվամիջոցները, որոնցով ինքը շրջապատված էր, դրա համար էր կանչում թիկունքից ժողովուրդ ուր է։ Ժողովուրդ ընդհանրապես իրենք չեն ունեցել, չունեն։ Մենք բանից չենք, գոնեինցո չեն կարող համոզել, որ 5-6 տարի է մտնեիք եկեղեցի, տեսնեիք այդ սուրբ պատարակ, որ մի հատ փարիսեցիան սուրբ պատարակ, այսպես էլի, որ անում են, քանի հոգի էր մասնակցում եւ ովքեր կային եկեղեցում եւ ինչ վիճակ էր եկեղեցիների շուրջը, մեջը եւ այլն։ Հիմա սա չի ասում, որ մեր եկեղեցին չունի ազնիվ սպասավորներ, չի ունեցել, դա բոլորովին ուրիշ է, բայց գողապետական եկեղեցի չի լինելու եւ վերջացած։ Այս իմաստով հարցը լուծված է 2-3 շաբաթ է, մնում է տեխնիկական հարցը։ Ես ձեզ մոտել եմ ասել, ես նման եթե ինձ եք հարցնում, այս գործելաձևը չէի որդեգրի։ Դուք նույնիսկ համոզված եք, որ եպիսկոպոսատ ժողովը պետք է լիներ առանց։ Չէ, եպիսկոպոսատ ժողովը պետք է պատասխանի, այս կաթողիկոսը կին ունի, երեխա ունի, թե չէ, սրա մասին չեն խոսում։ Գլանների հարցերով զբաղվել է, թե չէ ինքը ղեկավարել է հակապետական ելույթներ, թե չէ։ Սրան պիտի պատասխանեն, ոչ թե եպիսկոպոսատ ժողովին ժողով։ Հասկանում եք, եւ երրորդը կա պատմական առաքելություն։ Այս եկեղեցին չեմ ուզում երկար ծավալել, թե իմ տեսակետները շատ հայտնի են բոլոր տեղերում։ Ես 5-6 տարի է, երև 6 տարի իմ ընկերների հետ կուսակցության համառորեն քայլել եմ Հայաստանի Հանրապետության դաշտերով, սարերով, մարդկանց հետ, մարդկանց մեջ եւ եկեղեցիներով, վանքերով եւ ամրոցներով եւ ամեն կիրակի հաղորդում եմ տվել եւ ուշադրություն իհարկե ոչ կոպիտ ձևով, որտեղ դա մեր եկեղեցին է, իմ նպատակն եղել է այն, որ Հայաստանի Առաքելական եկեղեցին վերադառնա իր կոչումին, իսկ կոչումը ուրեմն հայտնի բան է, նախ որ մերը պիտի լինի, բայց մերը ավելի կոնկրետ է 301 թվականին Տրթատմեց թագավոր եւ Գրիգոր Լուսավորիչը դրեցին օրենքը չգրված, բայց նոր կտակարանում կա օրենքի ուժը, օրենքը, ես իրենց ուժը որն է, որ այդ օրենքը շատ բարձր բանն է, որն է այդ օրենքը, որ մեր պետությունը, երբ որ պետություն էր եւ լավ պետություն էր, այս 301 թվականներին իսկապես երբ
բացի 4-րդ հայկը, ինչքան հիշում եմ, հայկական լեռնաշխարհն ամբողջապես Հայաստան էր, մենք գաղութներ չունեինք, մենք սպիրտ չունեինք, երևի ուրիշներն ունեին մեր բարակայում, եւ այսպես եւ Հայաստան մշակութային թռիչք ունեցավ դրանից հետո այն ոսկե դարը, որ սկսվեց, ուրեմն այնտեղ Գրիգոր այսինքն Դրթադ մեծը եպիսկոպոսատ ժողով հրավիրեց, ինքը թագավորը, հիմա վարչապետը հրավիրեց ժողով, օրակարգ դրեց եւ առաջարկեց Գրիգոր Լուսավորիչին ընտրել հայոց հայրապետ, այսինքն եպիսկոպոսների ավակ, շատ չպիտի բան, եպիսկոպոսների եւ մարդիկ սիրով ընտրեցին եւ չմերժեցին թագավորի առաջարկը։ Եվ ուներ ըստավանդության այստեղ է մոդելը, ուր ուզում եք գնանք, ուր ուզում եք 4000 տարի հետո 10000 կամ ինչ, դա անխախտ բան է, թագավորն ուներ իր գահի կողքին երկրորդ գահը, որի վրա բազվում էր Գրիգոր Լուսավորիչը։ Սա սիմվոլիկա իմաստով, եթե քաղաքագիտական սիմվոլիկային ենք վերադառնում, նշանակում է, որ պետությունը ունի երկու գահ եւ առաջինը թագավորինն է, երկրորդը ինչու ընտրեց թագավորը իր առաջարկով սահմանեց հիերարխիան երկուսը միասին, որ թագավորական իշխանությունը բարձր է, որից հետո գալիս է եկեղեցին, այն ուրիշ է աստվածային իշխանություն, աստված եւ այլն, եղավ, ուրեմն վերջացա, հարցը փակվեց։ Սրանք գիտեք ինչն է հարցը, երևի այնքան են քարշ եկել օտար ակադեմիաներում, այնքան են աճ ու ծախ ման եկել կամ էլ կարդացել չկարդացել կամ էլ կարդացածը ընդունել են ձեռի հետ բան, որ պիտի կարդան էլի, մեկ չէ, երեխեն ծնողը ասում է դասերը սովորի, ինքը գրքին է նայում, դե սովորում է էլի, անցնում է։ Ուրեմն որ չգիտեն մեր ժողովրդի, մեր պետության կարգ ու կանոնը, մեր եկեղեցին, հիմա գալիս եմ վերջնական, երևի էլ չասեմ, 1836 թվականին Հայաստանյաց առաքելական եկեղեցին Ռուսաստանի ցարի կողմից բռնադատվեց։ Ռուսաստանը գրեց հայտնի կանոնագիր, որ կոչվում է Պոլոժենիե ռուսերեն, եւ Պոլոժենիեի մեջ դրեց ըստ էության մեր եկեղեցին դրեց ռուսական ծառայության մեջ, որից հետո մինչև հեղափոխություն ցարական ցարի անկում եւ հետո մոդիֆիկացվեց սովետականով, մեր եկեղեցին հիմնականում ծառայել սպասարկելով Ռուսաստանի շահեր եւ չէր կարող ուրիշ կերպ։ Ուրեմն ասեմ հետեւյալը, տակետների համար, հերիք է, որտեղ ներվուտեն եւ պետության հիմքերը քանդեն իրենց նման ճարպակալած գեներալների հետ միասին, որոնք գլխավոր շտաբով Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որտեղ այդպես էր ուզում Ռուսաստանը, այդպես է եղել։ Այդ մանիպուլյացիաներով է հավատում։ Հիմա այդ Պոլոժենիայով երկիրը կառավարվեց, եկեղեցին կառավարվեց, որոնք Կովկասում այն ժամանակ անդրկովկասյան բարական եմ ասում, մենք դեռ Արևմտյան Հայաստանը թողում ենք, որտեղ Արևմտյան Հայաստանը, որ ասում են հայերն ունեն ռուսական կողմնորոշում, արևմտա հայերն էլ ունեն, այն ժամանակ երկիրը հասկացում էր Արևմտյան Հայաստանը։ Հիշում եք, երկիր ինչ էին ասում։ Ես հիմա ուրեմն սրանից հետո ուրեմն դրվեց ռուսական պետության ենթակայության տակ եւ 3 ժողովուրդներ։ Վերաստանը ազնվականների միջոցով այն որ ասում են թավադները, այս շերտը դարձավ այն խողովակը, գործիքը, որի միջոցով ցարերը կառավարում էին Վերաստանը, վերացական նահանգները, չկար Վերաստան, այդ որ ասում ենք, ուրեմն որտեղ ցարը այդ պետություններ չէր ճանաչում, ուրեմն Ադրբեջանի, այսօրվա Ադրբեջանը, որտեղ Ադրբեջան չկար, ես չգիտեմ հետո կլինի թե չէ, որտեղ սրանք շատ խնդրահարույց այցեր են, այսօրվա հարցեր չեն։ Այսինքն արևելյան այսօր Կովկասի թաթարական հատվածը, Կովկասի թաթար, բեգերի միջոցով կառավարվեց, իսկ Հայաստանյաց առաքելական եկեղեցին դարձավ հիմնական այն միջոցը, որը որպես գործիք ցարի համար դարձավ կառավարման մի մեխանիզմ այս տարերի մինչև 18։ Այստեղ է նաև այն բանը, թե ինչու Արցախում հանգարց Արցախահայություն ունենալով աղետալի սխալ եւ ռուսներին օգնելով անդրկովկասկան հողիցեր զրկվեցին հայրենիքից էլ։ Ցարը վերադարձավ եւ այդ թաթարների, որոնք
գիտեք, որ Քոչվորեն եւ այն, այդ բեգերին նշանակեց Արցախահայության գլխին վերակացու, բանդապահ, այդպես էլ վերջացրեց հարցը։ Մինչև հիմա հայություն չի հասկանում, ինքը օգնեց բերեց, ինքը ողջունեցավ, բեգերն էին հողի տերեր եւ աննես բոլոր ինչ է։ Եվ նրանց համար օգնեցին պատմություն ստեղծել ռուսները։ Ադրբեջանցիների համար ստեղծեցին պետություն եւ ուրեմն պատմություն։ Ինչու՞, որովհետեւ հայ ժողովուրդ ուներ Գրիգոր Լուսավորիչ դրթապ թագավոր։ Իսկ հայերին ինչով էին զսպում, որ այդ հուշը մեռնի, թագավոր չունենայինք, չէ՞։ Մենք պետք է անդրենածին չլնենք, հետևաբար Ուրարտու պետություններ արանքում պետք, Ուրարտու, հայտնի է, չէ՞, Ստալինը կանչում ասում Ուրարտու, ես Գագիկ Սարգսյանն ասել, կարգի բան գրի, ասի կտրիկ քո ժողովրդից Ուրարտուն, այդպես էլ ակադեմիան է արել, արանքը մտցրել այդ Ուրարտուի եւ այսպես հիմա սրանք նույն ժառանգորդներն են, փոխանակ բոլորը հավաքվեն, ինչ որ կարողություն ունեին, չէ՞, թերթիկուն կանգնեին, բոլորիս հետ միասին պետություն ստեղծեին, հիմա իրենք տորպեդարում են պետականությունը։ Ինչու՞, որովհետև գողապետության շրջանում շատ լավ ապրել են, ոնց ուզել ապրել են, ինչ ուզել արել են, սրբապղծություն արել են շատերը, ու կուսագրոնությանը ձեռ են առել, եւ այլն, հիմա իրենք սրա մասին չեն խոսում։ Այն եպիսկոպոսները, իսկ ես ասեմ, որ ես ունեմ նաև տվյալներ, որ եպիսկոպոսները կարծեմ 24-ն են, մեծ մասը դեմ է իրենց։ Չեն խոսում, որտեղ աշխատանքի հարց ունեն եւ այլն, եւ հարաբերությունների հարց ունեն։ Այնպես որ հերիք է էլի այդ լավ կլինի այս փաստաբանները ինչ եղավ Հայաստանում առածացավ մի հատ շերտ այս Քոչարյան Ռոբերտի ձերբակալություն ահռելի փաստաբանական մի բան առաջացավ թվով մարդկանց խումբ, որոնք կապիտալի վերաբաժանումով զբաղվեցին։ Գիշեր-ցերեկ այդքան գրագետ փաստաբան Հայաստանում որտեղից իրավաբան։ Ու նայում ես սխալ են հանում, պետությունը, իշխանությունը մի բան անում սխալ է, փաստաբանի գործը չի որ ասի իշխանություն սխալ է։ Արդարություն, արդարադատությունը պետք է գտնի, հիմա սրանք էլ պետք է լռել եւ գնալ առաջ։ Ես մի բան ունեմ, մեր ժողովրդին աշխարհում եք ասել, վերեք առաջ շարժվենք, սա վերջացած է։ Վերջացած է նաեւ Ռուսաստանը։ Ռուսաստան չի գալու, չի լինելու։ Կլինի իր համար, ուզում է լինի, ուզում է չլինի։ Մենք պետք է մեր պետականությունը վերականգնենք եւ այո, վարչապետն էլ պարտավոր է, ինչպես Դրթադմեծը Գրիգոր Լուսավորիչի հետ միասին եւ ուրեմն այս մեր երկիրը վերականգնել։